Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջայան։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ պացիենտը պատմում է, որ միրգ, բանջարեղեն, կատնամթերք կամ քաղցրեղեն կիրառելիս նրա մոտ որովայնը ուռչում է, ցավում, փքվում, գազեր են դուրս գալիս տհաճ հոտով, կղանքը դառնում է չձևավորված եւ այլն։ Շատ տարածված իրավիճակ է, երբ մարդը պատմում է, որ նշված մթերքներից առաջանում է աղիքի աշխատանքի խանգարում, բայց երբ պահում է դիետա, ուտում է միայն հավ, բրնձով կամ հնդկածավարով, անմիջապես առաջանում է փորկապություն։ Ինչու է այդպես կատարվում։ Փորկապությունը առաջանում է, երբ ռացիոնից բացառվում է միրգը, բանջարեղենը, առաջանում է բջջանքի դեֆիցիտ, իսկ դա անհրաժեշտ է աղիքի նորմալ աշխատանքի համար։ Իսկ ինչպես դրանց վերադարձնել, եթե ի պատասխան դրա օրգանիզմը արձագանքում է փքվածությամբ եւ ջրիկ չձևավորված կղանքով։ Այս ամենի պատճառը FODMAP ածխաջրերն են։ Դրանք նյութեր են, որոնք լավ չեն յուրացվում մեր մարսողական համակարգի կողմից, բայց դրա փոխարեն լավ ճեղքվում են աղիներում ապրող բակտերիաների կողմից, առաջացնելով ածխաթթու գազ մեծ քանակությամբ։ Ավելորդ ածխաթթու գազը առաջացնում է աղու պատի ճնշում, ձգվածություն, ցավ եւ նույնիսկ կարող է առաջացնել աղու կծկողական ֆունկցիայի խանգարում, որը արտահայտվի ավելորդ գազերի կուտակմամբ, դուրսբերմամբ, ինչպես նաեւ չձևավորված ջրիկ կղանքի արտամղմամբ։ FODMAP ածխաջրերը առկա են ոչ միայն կատնամթերքում, քաղցրեղենում, թխվածքներում, այլ նաև մրգերի, բանջարեղենի, արևածաղկի, ընկուզեղենի, սնկի, ինչպես նաև նպարեղենի մեջ, եւ սա դեռ ամբողջ ցուցակը չէ։ Որոշ մարդիկ այս մթերքները լավ են տանում, բայց կան մարդիկ, որոնք ի սկզբանե ունեն աղիքային խնդիրներ, եւ եթե դուք ունեք ցավ, փքվածություն, գազեր, ապա ամենայն հավանականությամբ ձեր օրգանիզմը արձագանքում է FODMAP ածխաջրերին աղիքային ախտանիշներով։ Այցերի ժամանակ շատ հաճախ պատմում են, որ սկսեցին իրենց վատ զգալ մեծ քանակությամբ բալի կամ ձմերուկի կիրառումից հետո։ Ինչ անել նման պարագայում։ Պետք է սահմանափակել FODMAP ածխաջրեր պարունակող մթերքները։ Բայց եթե այդ ամենն անել խելացի ձևով, ապա ձեր ռացիոնը կմնա բալանսավորված, լիարժեք եւ համեղ։ Մեծ հավանականությամբ դուք կարող եք նաեւ վերադարձնել այն մթերքները, որոնցից նախկինում հրաժարվել եք եւ ստիպված չեք լինի ուտել միայն խաշած հավի կրծքամիս կամ բրինձ։ Այս ամենը անելու համար պետք է անցնել 3 էտապ։ Առաջին էտապը տևում է 6-ից 8 շաբաթ, որի ժամանակ լրիվ ռացիոնից հանում եք ախտանիշները պրովոկացնող մթերքները։ Երկրորդ էտապում աստիճանաբար հետ եք վերադարձնում այդ մթերքները եւ հետեւում օրգանիզմի արձագանքին եւ հասկանում եք, թե ինչ եւ ինչ քանակով կարող եք ուտել։ Երրորդ էտապում կազմում եք ինդիվիդուալ ձեր ռացիոնը, որի մեջ մտնում է եւ միրգ, եւ բանջարեղեն, եւ մնացած բոլոր մթերքները անվտանգ քանակներով։ Եթե այս ամենը անեք ճիշտ, ապա ձեր սնունդը կլինի լիարժեք, առանց ավելորդ սահմանափակումների, առանց ցավի, առանց փքվածության եւ առանց աղիքային այլ ախտանիշների։ Այնպես որ այո, կարելի է սնվել համեղ, բալանսավորված եւ լավ զգալ ձեզ, գրագետ ձևով կորեկցիայի ենթարկելով ձեր ռացիոնը։ Իսկ անհատական սննդակարգ ունենալու համար հետևեք տելեգրամյան ալիքի, որի հղումը կթողնեմ տվյալ տեսանյութի ներքևում։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։